Տեսեք, ժողովուրդ, երկու բան կա, մինչև եկեղեցու հարցին անդրադառնալը։ Սա աբսուրդ է, գիտեք ինչը, որ Արցախը հանձնածը, 5000 զոհ տվածը, 5000 զոհի պատճառ դարձածը, չգիտեմ, Արցախի հայաթափումը իրականացրածը, Ադրբեջանի եւ Թուրքիայի պասով ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվողը, Երրորդ հանրապետությունից հրաժարվողը, Հայաստանի կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարողը կանգնում է, ինքն է հարցեր տալի։ Սա մեր բոլորիս եւ լրագրողների եւ քաղաքական գործիչների եւ ընդդիմության եւ ազգային բոլորի եւ հոգեվորական սա մեր բոլորիս խայտարակությունն է։ Մարդը պետությունը կործանել է, այդ տղա ջան, Արցախը որ հանձնել եք այդ կուսակրոնությունն է մեղավոր։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Դու ես ասել, ինչ պետք է այն էլ բանակցում եմ։ Դու ես ասել, ես սկսել եմ Սերժ Սարգսյանի, չեմ սկսել Սերժ Սարգսյանի կետից, իմ զրոյական կետից եմ սկսել։ Դու ես ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, այնուհետեւ գնացել ես Արցախը Ադրբեջանի կազմում ես ճանաչել։ Դու ես նույնիսկ պատերազմի ավարտից հետո 44 օրյա հայտարարել, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի։ Դու ես 21 թվականին ասել անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա։ Ու այսօր դու եկել ես, ինչ որ դու ես հարցեր տալի։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Եթե զեկերում մի հոգի պետք է ռադը քաշի հեռանա, դա դու ես։ Ու ամբողջ աշխարհում տես բան չկա։ Իշխանություններն են հարցեր տալի։ Այս մարդը նստելիք դա հարցեր, դուխի ես կուսակրոն, չէ, դուխի սենսես, այ քեզի բան։ Մենք պետք է քեզ հարցեր տա, դու ես պետությունը կործանել, դու որ դարձել ես զեկերի ղեկավար, երկու հայկական պետություն ա եղել։ Եվ ես կոչ եմ անում եւ հոգեվորականներին, եւ ընդդիմադիր գործիչներին, հերիք արդարանակ։ Հերիք արդարանակ, սրան պետք է ճանապարհենք։ Մենք իրան հարցեր ունենք, 5000 զոհ ոչ հոգեվորականությունն ա տվել, ոչ նախկինները, ոչ էլ լրագրողները, ոչ էլ ռուսներն ու ամերիկացիք։ 5000 զոհի պատճառը Նիկորն ա, որը կանգնել ասել ա, արդյունքը նույնը կլներ առանց զոհերի։ Հիմա այդ ասած մարդը եկել իրան իրավունք ա վերապահում, հարցեր ա տալիս, պահանջներ ա տալիս, եթե հիմա այդ կառավարության շենքը մաքրին օր մտածի այլ բաների մասին։ Սա մեկ։ Հիմա գանք եկեղեցուց, ինքով ա որ եկեղեցուց խոսում ա։ Կա սահմանադրություն, այս համատը հավատավոր ժողովուրդը թող գնա եկեղեցի կիրակի օրը պատարագների մասնակցի հաղորդություն ստանա, բայց եթե նա մկրտված չի, նա ո՞նց կարա հաղորդություն ստանա։ Ինչքան գիտեմ, ասել եմ մկրտված չի։ Չմկրտված մարդը իրավունք չունի հաղորդություն ստանա, ոչ էլ պատարագների մասնակցի։ Դա նույն բանն է, ոնց որ ես գնամ մսկիթում աղոթեմ։ Սաղմոսները մեջ բերում։ Ցավը տանեմ, հիմի որ սաղմոսները մեջ բերում, սաղմոսները մեջ բերում է, բայց սաղմոսները թարգմանած Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես ասում են։ Հիմա ավարտեմ, մի վարտամ ասեմ, էլի։ Ես մի առաջնային ասեցի, չէ՞։ Սա արդյունքն է նրա, որ փոխարեն մենք իրեն հարցեր տանք, մենք իրեն պատին դեմ տանք, ճնշենք քաղաքական առումով։ Որտեվ ինքն է կործանել մեր հայրենիքը։ Մենք եկել արդարանում ենք, մեկը ասում է, վայ ես կուսակրոնություն չեմ խախտել, այն մեկն ասում է դու արդարանում թեմա չկա։